Բարև ձեզ, Ալֆա Նյուզում այսօր հյուրընկալել ենք մեր ձևով ժողովրդական շարժման Վանաձորի գրասենյակի ղեկավար Տիգրան Բադոյանին։ Պարոն Բադոյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Բադոյան, մեր ձևով ժողովրդական շարժումը հոկտեմբերի վերջին Վանաձոր քաղաքում միանգամից 2 տարածքային գրասենյակ բացեց։ Այդ գրասենյակներից մեկի աշխատանքները ղեկավարում եք դուք, համակարգում եք դուք, ինչ գործունեություն եւ ինչ ծրագրեր է իրականացնում այդ գրասենյակները։ Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Վանաձոր քաղաքում միանգամից 2 գրասենյակների բացումը մեր ձևով ժողովրդական շարժման։ Գրասենյակներից մեկի ղեկավարը ես եմ եւ գործունեության մասին խոսելիս ուզում եմ նախ կարևորել, որ հենց մեր ձևով շարժման գրասենյակի գործունեությունը ուղղված է մեր հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ աշխատանքների տարման, ինչպես նաեւ քաղաքացիների տարբեր առաջարկությունների վերբարձացման խնդիրների մասին խոսելը, քննարկելը եւ իրենք այցելում են գրասենյակ, բացի այն, որ աջակցություն են հայտնում մեր ձևով ժողովրդական շարժմանը, մարդիկ ներկայացնում են նաեւ խնդիրների մասին իրենց մոտեցումները եւ իրենց ուզող տարբեր հարցերի։ Ինչ խնդիրներ են բարձրաձայնում։ Խնդիրները բազմազան են, սկսած անձնական դաշտից, անձնական խնդիրներից, թե կլինի դա իրավական, սոցիալական, համայնքային խնդիրներից, ինչպես նաեւ համապետական տարատեսակ խնդիրներից, որոնք այսօր առկա են մեր հանրության շրջանում։ Խնդիրներից կուզենայի առանձնացնել այն խնդիրները, որոնք ուղղված են ավելի շատ աշխատատեղերի ստեղծմանը, ուղղված են մեր ապագա ծրագրերում ինչ տեղ եւ նշանակություն են ունենալու, տնտեսական կոմպոնենտ է, սոցիալական կոմպոնենտ է, ինչպես նաեւ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք ժողովրդագրական ցուցանիշների հետ կապված արտագաղթի, արտագնա աշխատանքի եւ այլն եւ այլն։ Պարոն Բադոյան, տեսեք, հիմա իհարկե Սամվել Կարապետյանի շուրջ այդ հետաքրքրվածությունը կա, որովհետեւ ընդհանրապես հունիսին էր, որ նա եկեղեցուն պաշտպանեց եւ այս իշխանությունները նրան կալանավորեցին այլ մեղադրանքով եւ բնականաբար այս ամիսների ընթացքում նրա անվան շուրջ հետաքրքրվածությունը մարդկանց մոտ բարձրացել է եւ մեր ձևով շարժման ստեղծումներ դրա մասին է վկայում, որ մարդիկ այլընտրանքի կարիք ունեն եւ կարծես թե այդ կոնսոլիդացիան երևում է, բայց միջև այս իրադարձություններն էլ Սամվել Կարապետյանի անունը հայտնի էր, առհասարակ Կարապետյանները հայտնի էին, որ զբաղվում են գործարարությամբ, բարերարությամբ, հետաքրքիր է միջև այս իրադարձություններն էլ ինչ գործունեություն էր իրականացնում Սամվել Կարապետյանը տվյալ դեպքում Լոռու մարզում։ Տեսեք, պարոն Սամվել Կարապետյանը բացի մեծանուն բարերար լինելուց, այնք լոռեցիներ են եւ իրենց ընտանիքի անդամները եւ Կարեն Կարապետյանը եւ Սամվել Կարապետյանը եւ ընտանիքի ներկայացուցիչները Նարեկը մեր Կարապետյան, Վահեն Կարապետյան, Սարգիսը Կարապետյան եւ ընտանիքի տարբեր անդամները բազմաթիվ ծրագրեր եւ բարեգործական միջոցառումներ են նախաձեռնել եւ իրականացնել հատկապես Լոռու մարզում եւ Հայաստանի եւ աշխարհասփյուռ նաեւ մեր տարբեր տարածաշրջաններում։ Ես կուզենայի Լոռու մարզի մասով առանձնացնել, որ ծրագրերի իրականացման եւ բարեգործությունները Կարապետյանների ընտանիքի կողմից բազմաթիվ են, այնքան շատ են, որ մեկ եթերի ժամանակ նույնիսկ հնարավոր չէ այդ բոլորը թվարկել, որովհետեւ այդ ծրագրերն ու իրականացած բարեգործական միջոցառումները ունեն տասնամյակների պատմություն, 30 եւ ավել տարիների եւ մեր դիտող հեռուստադիտողները նաեւ բազմաթիվ առիթներ են ունեցել դրանց մասին եւ տեսնելով տարբեր զանգվածային լրատվական միջոցների ժամանակ, ռեպորտաժների, հաղորդումների ժամանակ, ինչպես նաեւ հասարակության շատ լայն շերտերի ներկայացուցիչներ նաեւ անմիջական շահառուներ են եղել այդ ծրագրերի։ Կարապետյանների ընտանիքը ընդգծված վերաբերմունք ունի հատկապես կրթության ոլորտի նկատմամբ եւ լինելով մանկավարժների ընտանիքի զավակներ Կարեն եւ Սամվել Կարապետյանները իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացնել կապված կրթական ոլորտի հետ։ Դրա մասին վկայում են բազմաթիվ այն նորակառույց մանկապարտեզները, որոնք Լոռու մարզում եւ մարզից դուրս են կառուցվել։ Երեխաները դեռևս նախադպրոցական տարիքում հնարավորություն են ունենում այցելելու նորակառույց ժամանակակից հագեցվածությամբ մանկապարտեզներ, որը շատ կարևոր նշանակություն է ունենում իրենց հետագա կրթական ուսումնական ուրեմն գործունեության շարունակման ընթացքում
Շատ կարևոր ծրագրերից եմ համարում նաև այն ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդության ոլորտին։ Մեր երիտասարդները, հատկապես լոռեցիները, տարիներ շարունակ, հազարավոր ես կասեի երիտասարդները, ես ինքս եղել եմ այդ ծրագրերի անմիջական մասնակիցը, մեզ դիտող նաև մեր հասարակության ներկայացուցիչները կհիշեն, շատերը նաև մասնակից են եղել այդ ծրագրերի, երբ որ ուսանողության շրջանում կազմակերպվում էր մարզից դուրս երրորդյա հանգիստ հավաքները, որի ժամանակ լավագույնս հնարավորություն են ունենում մեր երիտասարդները իրենց հանգիստը կազմակերպելու, իրենց կրթական, մշակութային եւ տարբեր ունակությունները դրսեւորելու, արտահայտելու, դրանք դրսեւորվում էին տարբեր միջոցառումների տեսքով, հանգիստներ նրանց լավ կազմակերպվում, ինչպես նաև մեր երիտասարդները միմյանց հետ շփվելու, ծանոթանալու լավ հնարավորություն էին ունենում։ Պարոն Բադոյան, ես հիշում եմ, որ Սամվել Կարապետյանը իր ուղերձներից շատերում, իր ելույթներում շեշտում էր, որ ինքը մանկավարժի ընտանիքից է, ովքեր չգիտեն, նաև ներկայացնեմ, որ Սամվել Կարապետյանի հայրը Սարգիս Կարապետյանը իրենց հայրենի գյուղի Լեռնահովիտ գյուղի դպրոցի տնօրենն է եղել, 50 տարի աշխատել է այդ դպրոցում, նրա կինը, այսինքն Սամվել Կարապետյանի մայրը եւս ուսուցչի է եղել, 3 տասնյակ տարի աշխատել է այդ դպրոցում, ներգրավված են եղել, այսինքն կրթության, դպրոցաշինության մեջ եւ բնականաբար այդ ոլորտի նկատմամբ իրենց հետաքրքրվածությունը մեծ է եւ նաեւ օգոստոսի 29-ին, երբ տեղի ունեցավ մեր ձևով շարժման շնորհանդեսը, այդտեղ ընթերցվեց Սամվել Կարապետյանի ուղերձը, որտեղ ի թիվս այլ նպատակների նաեւ նշվում էր, որ պետք է զարգացնել կրթական համակարգը։ Հիմա ինչ պատկերացումներ ունեք։ Այդ կրթական համակարգը ինչպես պետք է զարգացնել, ինչ ուղղություններով, արդյոք դրա համար նաեւ պետք է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել։ Տեսեք, նախ ձեր խոսքում դուք նշեցիք, որ այո, Սամվել եւ Կարեն Կարապետյանները մանկավարժի ընտանիքի զավակներ են։ Երջանկահիշատակ Սարգիս Կարապետյանը կեսդարյա ուսուցչական, մանկավարժական փորձ եւ անցած ճանապարհ ուներ եւ պատահական չէ, որ հայրենի Լեռնահովիտ գյուղի դպրոցը կրում է նրա անունը, ինչպես նաև նրանց մայրը Տիկին Ամալիա Կարապետյանը նույնպես մանկավարժությամբ է երկար տարիներ զբաղվել, աշխատել այդ դպրոցում եւ ասեմ նաև ձեզ, որ ընտանիքի այժմյան ավագը Կարեն Կարապետյանը նույնպես մանկավարժական գործունեություն է ծավալել այդ դպրոցում եւ մեր մասնավոր զրույցների ընթացքում ամեն անգամ նա մեծ հպարտությամբ միշտ կարևորել է եւ նշել է, որ իր ամբողջ կյանքի աշխատանքային գործունեության հիմքը հենց մանկավարժական գործունեությունն է եւ դա պատահական չէ, քանի որ նաեւ մեր մանկավարժների հետ տարատեսակ հանդիպումների ժամանակ միշտ որպես գործընկերներ նրանց հետ ավելի հեշտ ու ավելի հաճույքով է հաղորդակցվել եւ կարեւորել եւ ընդգծել է այդ հանգամանքը, ինչպես նաեւ դպրոցում աշխատել են ընտանիքի տարբեր անդամները, Սամվել Կարապետյանի տիկինն է աշխատել, Տիկին Էթերյանը դպրոցում աշխատել, Կարեն Կարապետյանի տիկինն է աշխատել այդ դպրոցում եւ այդ դպրոցը կարծես թե իրենց գործունեության հետագա տնտեսական եւ քաղաքական գործունեությունից առաջ կարևորագույն ուրեմն բան է, ոլորտ է։ Կարապետյանների ընտանիքի ներկայացուցիչները ուզում եմ ստեղ առանձնացնել հատկապես Կարեն Կարապետյանին եւ Նարեկ Կարապետյանին իրենց մանկավարժի ընտանիքի ներկայացուցիչ լինելու պատիվն ու պատասխանատվությունը շատ մեծ պատասխանատվությամբ են կրում։ Դուք տեսնում եք, որ հանրային դաշտում, երբ որ Նարեկ Կարապետյանը խոսում է կամ ներկայացնում է որևէ ծրագիր, նրա բարեկիրթ լինելը, նրա մոտեցումները, նրա հանրության առջև հանդես գալը որքանով բարձր է, որքանով գրագետ է եւ որքանով համոզիչ է։ Եվ ուզում եմ ստեղ մեկ հանգամանք եւս ընդգծել, որ հունիսի 17-ին են հայտնի իրադարձությունների օրը, երբ որ նախապատրաստվում էր Սամվել Կարապետյանի կալանավորման գործընթացը, լրագրողի այն սուր հարցադրմանը Կարեն Կարապետյանին, որ գիտեք, երկրի իշխանության բարձրագույն ներկայացուցիչը այսպես եւ այնպես արտահայտվել է, այսպիսի բան է ասել, նա անգամ այդ ժամանակ ասեց, որ մենք լինելով մանկավարժի զավակներ իրավունք չունենք իջնելու այդ մակարդակին եւ պատասխանել նման ձևով, ինչ է խոսում է նրա մասին, որ այդ առաքելությունը իրոք
իրենք պատվով եւ մեծ պատասխանատվությամբ են կրում։ Ինչ ծրագրեր կան ապագայի համար։ Տեսեք, մեր ձևով շարժման, երբ որ գործունեությունը ուսումնասիրեք, 5 հիմնական ուղղություններից մեկում կրթական ուղղությունը, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդների բացահայտման այդ ճանապարհին ծրագրերը բազմաթիվ են եւ այո, ցանկացած երիտասարդին, որը ունի ունակություններ, որը ունի դրանց զարգացնելու հնարավորություններ եւ ունենում է տարատեսակ դժվարություններ, այդ թվում ձեր նշած ֆինանսական դժվարությունները, մեր ձևով շարժում է աջակից է լինելու նմանատիպ երիտասարդների, նմանատիպ մարդկանց եւ անհատական մոտեցումներով նույնպես այդ մարդկանց կաջակցեն հաջողության հասնելու համար։ Կրթական ծրագրերի մեջ ես ուզում եմ հատկապես նշել, որ այն բոլոր մանկավարժները, երիտասարդ գիտնականները, որոնք գործում են եւ ստեղծագործում են Լոռու մարզում, եղել են ծրագրեր, որոնք խրախուսական բնույթ են կրել եւ հիմքը դրվել է այդ ծրագրի այն բանում, որ այն մանկավարժները, որոնք ընթացիկ ժամանակահատվածում դրսևորել են իրենց ակնհայտ ակտիվությունը եւ գործունեությունը, իրենց մանկավարժական կոլեկտիվների կողմից ներկայացվել են մեր ծրագրերի որպես շահառուներ, ինչպես նաև այն երիտասարդ գիտնականները, որոնք աշխատում են եւ գործունեություն են ծավալում Լոռու մարզում։ Մենք նրանց նկատմամբ իրականացրել ենք հրախուսական ծրագրեր, ինչը հետագայում շարունակական բնույթ կկրի։ Ինչ հիմնախնդիրներ են նրանք առանձնացրել, ինչ խնդիրներ ունեն այդ ոլորտի մասնագետները։ Ոլորտի մասնագետները, եթե գիտության ոլորտը նայենք, գիտության մեջ բազմաթիվ խնդիրներ կան, խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ նրանց աշխատանքները ունենում են եւ տպագրության եւ գիտական հոդվածներով տարբեր ամսագրերում հանդես գալու, եթե այն գիտությունը, որտեղ գյուտարարությամբ են զբաղվում, գյուտի զարգացման, տարածման, ներդրման հետ կապված տարբեր խնդիրներ են լինում, դա առանձին ուսումնասիրման խնդիր ունի։ Մանկավարժների ոլորտում այսօր գիտեք, որ մեր մանկավարժները մեր հասարակության կարևորագույն խավի ներկայացուցիչներն են եւ մանկավարժները կրթում դաստիարակում են սերունդներ եւ այն միջավայրը, որտեղ նրանք աշխատում են, պետք է հնարավորինս բարենպաստ լինի նրանց համար եւ խնդիրների մեջ կարելի է նշել տարբեր կրթական ծրագրեր, վերապատրաստման ծրագրեր եւ հավաքական առումով կարելի է առանձնացնել մի քանի ուղղություններ, որոնք հետագայում կունենան ծրագրային տեսք։ Կրթական կենտրոն բացելու ծրագրեր կան կամ գաղափարներ կան։ Հիշում եմ Սամվել Կարապետյանը իր ուղերձներից մեկում, որը Երևանի տոնի արդիվ էր արել, նշել էր, որ Երևանը օրինակ պետք է դառնա կրթական կենտրոն։ Հիմա Լոռու մարզում կա այդպիսի քաղաք կամ գյուղական բնակավայր, որ այդպիսի պատկերացումներ ունեք տվյալ բնակավայրի հետ կապված։ Տեսեք, Լոռու մարզի մարզ կենտրոն Վանաձորը ինքը հայտնի է իր բուհական միջավայրով եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններով, ինչպես նաեւ ժամանակից տեխնոլոգիական կենտրոն գործում է Վանաձոր քաղաքում եւ ինձ թվում է հետագայում ուսումնասիրության արդյունքում կարելի է առաջարկների տեսքով արդիականացնել նման առաջարկություններ, այս բանը չեմ կարող ասել։ Պարոն Բադոյան, Նարեկ Կարապետյանը իր տեսաուղերձներից մեկը արել էր Լերդահովիտ գյուղից, որտեղ նկարագրում էր, որ իր մեջքի հետևում իրենց դպրոցն է, նշում էր, որ այն վերանորոգվել է, նշում էր նաև, որ առհասարակ այդ գյուղում բազմաթիվ տներ են վերանորոգվել, բայց ցավով արձանագրում էր, որ ինչքան էլ որ վերանորոգված տներ կան, դպրոց կա, միևնույն է, աշխատանքի բացակայության պատճառով 20 տարվա ընթացքում շատ մարդիկ հեռացել են գյուղից։ Հասկանալի է, որ այս պատկերը նաև Հայաստանի մյուս շրջաններում կարող է լինել։ Հիմա աշխատանքի հետ կապված ինչ ծրագրեր է առաջարկում մեր ձևով շարժումը, թե լեռնահովիցիներին, թե մյուս բնակավայրերի մեր հասարակությանը, որպեսզի այդ գործի պակասի պատճառով այլ ուղի չփնտրեն եւ մնան իրենց հայրական գյուղում, իրենց հայրական քաղաքում, առհասարակ իրենց հայրենիքում։ Տեսեք, մեր Նարեկ Կարապետյանի ձեր նշած տեսաուղերձի ժամանակ այդտեղ խոսվեց դպրոցի մասին, որը կառուցվել է, հագեցած է եւ ասվեց, որ ընտանիքի տարբեր անդամները իրենց սկզբնական կրթությունը եւ գործունեությունը իրականացրել են այդ դպրոցում։ Ինչ վերաբերում է աշխատատեղերի հետ կապված կամ տնտեսական այս ուղղության։ Տեսեք,
ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի, երբ կապվում է տվյալ տարածքի եւ համայնքի հետ, իր զբաղվածությամբ։ Եթե մարդը առավոտյան արթնանում է, ունի կայուն աշխատանք, ունի կայուն եկամուտներ, նա արդեն իսկ կապված է տվյալ տարածաշրջանի հետ, տվյալ համայնքի հետ, եւ նա այդ խնդիրը լուծելուց հետո նոր կարող է մտածել այլ բաների մասին։ Տեսեք, Նարեկը մեր Կարապետյան, երբ որ այցելում է տարբեր համայնքներ, ամեն համայնքի խնդիրների վերհանման արդյունքում ինքը ներկայացնում է մեր ձևով շարժման հետագա ծրագրերից մի քանիսը։ Օրինակ, նույն Վանաձոր քաղաքում, նույն ասենք Սևան քաղաքում, երբ որ այցելություններ կատարել, ամեն տարածքին բնորոշ արտադրական, տնտեսական ինչ որ ծրագիր էր առաջարկում։ Կոնկրետ կառուցել գործարան, վերամշակման գործարան կառուցել, զբաղվածության խնդիր լուծել, մարդկանց կայուն եկամուտների խնդիր լուծել, երբ որ մարդը ունենում է կայուն եկամուտ եւ զբաղվածություն, այդ մարդը այդ տարածքի հետ կապվում է։ Հիմնականում ինչ են արտագաղթում մեր հայրենակիցները, ասում են գնում են արտագնա աշխատանքի։ Արտագնա աշխատանքը ինքը ենթադրում է աշխատանք, որի դիմաց վարձատրություն եւ ընթացիկ սոցիալական խնդիրների լուծում։ Մարդը եթե այդ խնդիրը կարողանում է լուծել իր համայնքում, իր հայրենիքում, արտագաղթի մասին խոսել անիմաստ է դառնում։ Եվ մեր Կարապետյան Նարեկի հենց շեշտադրում է գործարաններ կառուցելու, աշխատատեղեր ստեղծելու ուղղված է հենց այդ կոմպոնենտին, որ մարդը ունենա կայուն զբաղվածություն, կայուն եկամուտ եւ չմտածի այդ գումարը վաստակել դրսում եւ իր ընտանիքի ընթացիկ խնդիրները լուծելու։ Եվ ասեմ ձեզ, որ այնպես չի, որ դրանք լոկ խոսքեր են, տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ Կարապետյանների ընտանիքը բազմաթիվ, բազմատեսակ արտադրական, տնտեսական ուրեմն ծրագրեր են իրականացրել։ Դրանք են կառուցվող գործարաններ են, դրանք են տարբեր հանրային սպասարկման ոլորտներում ժամանակակից կառույցներ են, դրանք են տարբեր տարածաշրջաներում ըստ ոլորտների ուրեմն ներդրումներ են կատարվել, ստեղծվել են տարածքին համապատասխան տարատեսակ արտադրամասեր, գործարաններ եւ այլն։ Եվ ուզում եմ ստեղ ընդգծել, որ անգամ շուրջ 6 ամիս ապօրինի անազատության մեջ գտնվելիս էլ Սամվել Կարապետյանը իր ընտանիքի տարբեր ներկայացուցիչները իր որդին վերջերս մենք տեսանք, որ նաեւ սպորտային մեծ ժամանակակից համալիրի բացումը իրականացվեց նրա դստեր կողմից, Տաթև Կարապետյանի կողմից Տաշիր արենայի բացումը մեր բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ եւ տարբեր ծրագրեր, որոնք սկիզբ են արել տարբեր ժամանակներում, անկախ այս ժամանակահատվածից շարունակական են եւ մեր բոլորիս աչքի առաջ իրականություն են դառնում։ Եվ ուզում եմ ստեղ ընդգծել, որ այն բոլոր ծրագրերը, որոնք հանրային դաշտում կամ ծրագրային տեսքով ներկայացրել են Կարապետյանների ընտանիքի կողմից, հատկապես իմ նշած գործարանների կառուցման եւ տնտեսական տարբեր կազմակերպությունների ստեղծման առումով բոլորը կյանքի են կոչվել եւ կյանքի են կոչվելու եւ դա պատահական չէ, որ տարիներ շարունակ իրենց գործունեությամբ իրենք ցույց են տվել, որ իրենք ստեղծող, արարող եւ մնայուն արժեքներ ստեղծող ընտանիք են։ Պարոն Բադարյան, ես ճիշտ եմ հասկանում, որ տվյալ դեպքում իհարկե Վանաձորի վրա կենտրոնացանք, բայց կարող ենք նաև Լոռու մյուս բնակավայրերի վրա սա պատկերել, կա այդ պատկերացումը, որ կա պոտենցիալը, որպեսզի թե Վանաձորը, թե մյուս բնակավայրերը այդ տնտեսական ակտիվությունը ունենան։ Ուրեմն տեսեք, Լոռու մարզը ինքը իր տարածաշրջաներով բավականին բազմազան է։ Ամեն մի տարածաշրջան ունի իր սպეციფიկ ուղղությունը, սպეციფიկ զարգացման ճանապարհը։ Եվ կգա ժամանակ, երբ որ կոնկրետ ծրագրային տեսքով մենք առաջարկություններ կներկայացնենք մարզի տարբեր տարածաշրջանների, որոնց մի մասը մեր օրերում էլ արդեն ներկայացվել է։ Ամեն տարածաշրջան եւ ամբողջական մարզը կունենա իր զարգացման գերակա ուղղությունները, որը մեր ձևով շարժման պատկերացումների տիրույթում կլինի եւ կլինի արդիական։
դա լինելու է։ Հիմա դուք ամենօրյա ռեժիմով շփվում եք լոռեցիների հետ։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում եւ այդ փոփոխությունները թույլ տվեք նաեւ այսպես հստակ ընդգծեմ, վերաբերում են արդյոք թե քաղաքական փոփոխություններին, թե նաեւ արդեն իրենց անմիջապես իրենց տանը, իրենց կենցաղում փոփոխություններին։ Տեսեք, մարդիկ իհարկե փոփոխություններ ուզում են։ Փոփոխություններ ուզում են եւ քաղաքական դաշտում, եւ պետական կառավարման ոլորտում, փոփոխություն են ուզում տարբեր սոցիալական ուրեմն ուղղություններում։ Մարդիկ այսօր շատ դժվարությամբ են վաստակում իրենց առօրյա կենսական խնդիրները լուծելու ուրեմն եկամուտները շատ դժվար են ստեղծում եւ մարդիկ սպասում են, փոփոխություններ են սպասում, մեծ հույս ունեն եւ հավատ ունեն մեր ձևով շարժման նկատմամբ։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի անձի շուրջ շատ մեծ վստահություն կա ձևավորված հասարակության մեջ, նրա բարեկիրթ լինելը, նրա խոսույթը հանրային դաշտում ինքը բավականին հուսադրող է մարդկանց եւ մարդիկ վստահում են։ Փոփոխություններ են ուզում քաղաքական դաշտում, որովհետեւ տեսնում են, որ Սամվել Կարապետյանը իր կյանքի գործունեության ընթացքում այնինչ նախաձեռնել է հաջողությամբ է ստացվել, այնինչ նախաձեռնել է իրականացրել է եւ ներկայացրել է մեր հանրությանը եւ իրականում այն հնարավորությունը մարդիկ տեսնելով մեր ձևով շարժման եւ նրա առաջնորդների մեջ մեծ ակնկալիք եւ մեծ սպասում ունեն եւ ամենօրյա ռեժիմով տարբեր հանդիպումների եւ գրասենյակ այցելելու ժամանակ մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում մեր ձևով շարժմանը, շատ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, բազմաթիվ, բազմազան մարդիկ են։ Վստահությունը կա։ Այո, իհարկե կա։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի մեր ձևով ժողովրդական շարժման Վանաձորի գրասենյակի ղեկավար Տիգրան Բադոյանի հետ։